Հայաստանում կենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հնարավորություն կա, վստահ են Հայաքվե նախաձեռնության անդամները։ Նրանց խոսքով պետական կառույցներին բյուջեից հատկացվող փողերը, այդ թվում վարչապետի պահուստային ֆոնդը կրճատելով, հնարավոր է նվազագույն 36,000 դրամ թոշակը դարձնել 54,000 դրամ։ Պետական մարմինների, կառավարման մարմինների ադմինիստրատիվ ծախսերը աճել են 2.5 անգամ, 59 միլիարդից 155 միլիարդ։ Ստորագրահավաք են սկսելու հաջորդ շաբաթվանից, հետո հանրագրով դիմելու են Հայաստանի իշխանություններին, որ զբաղվեն այս հարցով։ Կենսաթոշակները պետք է հավասարվեն գոնե նվազագույն սպառողական զամբյուղին, պնդում են հայաքվեականները։ Միջին կենսաթոշակի աճը 7 տարիների ընթացքում այս վարչախմբի եղել է 22%։ Այն դեպքում, երբ որ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ գնաճը այդ նույն ժամանակաշրջանում եղել է 26%։ Ընդդեմ սա սպառողական գների աճն է, հաստատությունը չի արտացոլում, օրինակ են, որ գույքահարկի այդ ընթացքում մի քանի անգամ բարձրացել է եւ դա թոշակառուների վրա հավելյալ բեռ է, որովհետեւ գույքահարկի արժեքը չի մտնում ուղղակի սպառողական գների զամբյուղի հաշվարկի մեջ։ Խայտառակ պատկեր է Հայաստանում, նկատում է տնտեսագետ Հայաքվե նախաձեռնության վարչության անդամ Հրայր Գամենդատյանը։ Նա համեմատել է մեր թոշակները հարևան պետությունների՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի թոշակների հետ։ Հայաստանում, եթե մենք ունենք 36,000 դրամ նվազագույն կենսաթոշակ, որը համարժեք $93 է, ապա Ադրբեջանում այդ թիվը 320 մանաթ է կամ $188, Վրաստանում դա մոտ 400 լարի է կամ $148, իսկ Թուրքիայում 16,681 լիրա է, որը կազմում է մոտավորապես $505։ Եվ ուրեմն սուտ է Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ հեղափոխությունից հետո քաղաքացին 50%-ով ավելի լավ է ապրում, քան նախկինում։ Այս իշխանությունների կողմից հնարած անհարգի տուրքերով, հարգերի բեռի տակ են մնում մեր քաղաքացիները, նույն այդ հբարտ քաղաքացիները, ընդ որում ավելի շատ այդ բեռի տակ, այդ բեռը ազդում է կենսաթոշակականների վրա։ Էլ չեմ խոսում տրանսպորտի գների աճի մասին, աղբահանության վճարների մասին, գույքահարկի մասին 10 անգամ բարձրացել է, բոլոր այս ծանրությունը իր մաշկի վրա կրում է մեր թոշակառուն։ Կես միլիոն թոշակառու կա Հայաստանում, որոնցից 380,000-ը ծերության թոշակ է ստանում, ասում է տնտեսագետը, ու ամեն տարի ավելանում է այդ թիվը։ Իսկ կառավարությունը շարունակում է պնդել, որ վերջին 7 տարում 5 անգամ ավելացրել են թոշակը։ Սուտ է, մանիպուլյացիա, վստահեցնում է Գամենդատյանը։ Ուրեմն 19 թվականի հուլիսից թոշակները բարձրացել են 10%, դա մեկ քայլ։ Երկրորդ հարցը նա էր, որ 2022 թվականին 99,000 շահառուների համար, կենսաթոշակային խմբի համար իրականացվեց 3,000 դրամի ընդհանուր ավելացում թոշակը։ Դրանից հետո մոտավորապես 2023 թվականի հունիսի 29-ին բարձրացվեց նվազագույն կենսաթոշակի չափը, դա 31,600 դրամից դարձավ 36,000, 2025 թվականի հունվարի 9-ին ներդրեցին նոր որոշում, որ այս հետվճարի համակարգը 12%-ից է դառնում եւ դա գործելու է 1 տարի ժամկետով։ Ստորագրահավաքից հետո, եթե իշխանությունները հանրագիրն անպատասխան թողնեն, հաջորդ տարի համապետական ընտրություններին հենց այդ օրակարգով է մասնակցելու Հայաքվե նախաձեռնությունը։ Կես միլիոն մարդու կենսաթոշակը 2 տարում 50%-ով ավելացնելու խոստումով։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։